Շարժում 88 կուսակցության նախընտրական ծրագիրը կանձնվել այսօրվա իրողությունների ու պահանջների հիման վրա։ Ալեք Մանուկյան փողոցի բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ներկայացնելու այն աշխատանքները, որոնք կիրականացնեն բավարար քանակության վստահության քվե ստանալու դեպքում։ Կուսակցությունը նախատեսում է վերանայել ԱՊԱ պայմանագրերը, կիրառել պրոգրեսիվ հարկի մեթոդաբանությունը, ներդնել բնակարանային ապահովման ամբողջական ռազմավարություն, հատուկ թիրախ սահմանելով սոցիալական բնակարանների շինարարությունը, լուրջ վերլուծության ենթարկելով վերջին տարիներին ոլորտում տարվող քաղաքականությունը։ Օրենքով արգելել Ստեփանակերտի կենտրոնում կետային կառուցապատման պրակտիկան։ Այսպես շարունակել չի կարելի, այս կարգախոսով է շարժում 88-ը գնում խորհրդարանական ընտրությունների ու բացատրում է ինչու չի կարելի կոնկրետ օրինակների վրա։ Այս ընտրությունները ինչ որ բան փոխելու հնարավորություն է, ուստի պետք է թոթափել անտարբերությունը, համոզմունքը, որ միևնույն է ոչինչ չի փոխվելու։ Գործող խորհրդարանում երկրորդ կարծիք չկա, իշխանությունների ընդունած ցանկացած որոշում արժանանում է խորհրդարանի հավանությանը, ինչը հանգեցրել է առկա իրողությանը։ Հարցի լուծումը Էդվարդ Աղաբեկյանը տեսնում է երկրորդ բևեռի ձևավորման մեջ։